Մեկուսացումից խուսափելու, ինչպես նաև տարածքային ու տրանսպորտային սահմանափակումները վերացնելու իբրև լավագույն միջոց Արցախն ընտրել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտը։ Այն երկրում գերակա ուղղություն է հռչակված եւ առաջընթացի հետևողական քայլերն էլ իրենց երկար սպասեցնել չեն տալիս։ Պետության եւ մասնավորի համագործակցությամբ ընդամենը 2 տարվա մեջ Ստեփանակերտում կառուցվել է նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։ Մոսկվա բնակ բարերար Կոնստանտին Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ սա արդեն երկրորդ խոշոր ծրագիրն է։ Նոր կենտրոնի պաշտոնական բացումն իրականացվել է ամենաբարձր մակարդակով Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։ Տարբեր ընկերությունների պատվիրակություններ ժամանել էին նաև Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից։ Ամբողջությամբ այս կենտրոնի պայմանները բավարար են ներգրավել լավագույն կազմակերպություններին աշխարհում գոյություն ունեցող։ Առայժմ 5 ընկերություն է ներկայացված կենտրոնում, սակայն պայմանները կբավարարեին եւս այդքան նոր ընկերությունների համար։ Կենտրոնում ձևավորված է ինովացիոն միջավայր հետաքրքիր գաղափարների գեներացման համար։ Այն նպատակ ունի ինովացիոն միջավայրի ձևավորմամբ նպաստել Արցախում նոր ընկերությունների հիմնադրմանը, որակյալ եւ ստեղծագործ կադրերի պատրաստմանը, երկրում բարձրաժեք աշխատատեղերի ստեղծմանն ու երկրի մրցունակության բարձրացմանը։ Նոր հաստատության բացման առիթով օրհնության կարգ կատարեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosyan-ը, որից հետո հյուրերը շրջեցին արդեն գործող տաղավարներով։ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագրերի եւ մրցունակ աշխատուժի պատրաստման, նորարարությունը խթանող բիզնես ինկուբացիոն ծառայությունների եւ տեխնոլոգիական ձեռնարկության խթանման ուղղություններն է ընտրել իբրև գործնեության հեռանկար։ Բակո Սահակյանը ծանոթանալով կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին հույս է հայտնել, որ Արցախի ՏՏ հիմնադրամը մեծապես կնպաստի ոլորտի առաջընթացին, գործնական կապեր հաստատելով հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ։ Իսկ հայաստանյան նույն ոլորտից ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը, որ մշտապես հետևում ու աջակցում է IT ոլորտի զարգացման արցախյան փորձերին, անհեռատեսություն է համարում հայաստանյան հաջողված մոդելները Արցախում չկիրառելը, որովհետև տեղում տեխնիկական մտքի անհրաժեշտ ներուժ կա։ Արդեն մոտ 3 տարի է բավական ակտիվ գործունեություն ենք ծավալել, սկսած մասնագետների պատրաստումից, տարբեր դասընթացներ դպրոցականների համար, նաև աշխատում ենք նորաստեղծ կազմակերպությունների հետ, ինչպես նաև փորձում ենք արտասահմանյան եւ նաև հայկական կազմակերպությունների մուտքը ապահովել Արցախ։ Synergy International Systems-ը Արցախում 2012-ից է գործում։ Մեծ կասկածներ ունեին հաջողելու հարցում, բայց դիմել են ռիսկի։ Այսօր գոհունակությամբ ցուցանիշներ են վկայում 5 հոգով սկսել, այժմ արդեն 30 աշխատակից ունեն Արցախում։ Ես կարող եմ ասել, որ մեր ցուցանիշները, օրինակ տարին տարու վրա մեր աճը եւ մեր հաջողությունները Արցախյան օֆիսի ցույց են տալիս մեզ, որ մենք պետք է շարունակենք այդ ուղղությունը, որ ինքը հաջողակ ուղղություն է։ Մտավոր սեփականության իրավունքի արշավում Արցախը նորագույն տեխնոլոգիաների սկզբնավորման փուլից զարգացման փուլ է անցել արդեն եւ միանգամայն վստահորեն ոլորտում համագործակցության հրավեր է անում։ Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, Առաջին ալիք։